Georgia. I'm Georgia. Georgia. Okay, yeah. Here, no, I'm accredited. Yeah, too. okay, because Yeah, I've been doing my rounds. That's why yeah. I went. Big fish tail make. Եվ խնամքի կարիք ունեցող տարեցներ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը այդ դժվարին օրերին հիմնադրվեց։ Շատ փոփոխություններ եղան, անգամ հասարակարգ փոխվեց, բայց ազգային ընկերությունը մնաց առաքելությանը անդաղաճան։ Ես Արթուր Հովհաննիսյանն եմ, բարև ձեզ։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնն ուրախ է ձեզ ողջունելու իր հյուրընկալ և հիմնավորված ջերմությամբ ու սիրով լցված այս հոգատար վայրում։ 2020 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու շուրջօրյա խնամքի նախկին տուն ինտերնատի կառավարումը և այժմ շուրջօրյա խնամքը գործում է որպես օրինակ հոգացության և խնամքի։ Կարծես մի նոր մոդել, որն արդեն կիրառական է։ Ազգային ընկերությունը մինչև հիմա շարունակում է կատարելագործել թե աշխատակիցների, թե խնամքի կենտրոնի պայմանները հանուն շահառուների կեցության որակի բարձրացման։ Մասնագիտացված խնամքի և շուրջօրյա կենտրոնի կարևորությունն ընդգծելու համար խոսափողի մոտ եմ հրավիրում Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ պարոն Դավիթ Ներսիսյանին։ Ունիկալության 320 աշխատակիցներ, 3000-ից ավելի ակտիվ կանալիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը գործունեության հիմնական ուղղություններն են սոցիալական աջակցությունը, առողջապահությունը, առաջին օգնությունը, որոնում ծառայությունը, մշտապես իրականացնում անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ, ունեն մեր կամավորները, որոնք ներկայացնում են եզակի մոդելը նմանատիպ խնամքի։ Կամավորները կարևորագույն դեր են կատարում ամենօրյա խնամքին։ Ընկերության և մարդկային ջերմության տրամադրում։ Նշված բոլոր նախաձեռնություններն ու արդյունքները հնարավոր են դարձել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ։ Այն ժողովի հարգելի գործընկերներ, խորհրդանիշներ, դեսպաններ, Կարմիր խաչի ընկերության գործընկերներ, հարգելի հյուրեր արտասահմանից, սիրելի ներկաներ և հատկապես մեր ավագ սերնդի սիրելի ներկայացուցիչներ։ Իսկը ողջունում եմ մեզ բոլորիս Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերաբացման այս հանդիսավոր արարողության արդյունքում։ Այսօր մենք միասին նշում ենք մի կարևոր իրադարձություն, որը խորհրդանշում է մեր հանրապետության արժանությունը ապահովելու մեր ավագ սերնդի արժանապատիվ և լիարժեք կյանքը։ Այս կենտրոնը, որը վերջին տարիներին վերանորոգվել և արդիականացվել է, ավելին է, քան պարզապես խնամքի վայր։ Այն մեր հարգանքի և երախտագիտության խորհրդանիշն է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով և նվիրումով իրենց ներդրում են ունեցել մեր պետության կայացման գործում։ Սա նաև պետության կողմից նման հաստատություններում կյանքի որակի բարձր ստանդարտներ սահմանելու և դրանցով հետևողականորեն առաջնորդվելու մասին։ Մենք խորապես կարևորում ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչների յուրաքանչյուրի անհատական խնամքը։ Յուրաքանչյուր անհատ արժանի է հարգանքի, ուշադրության և այդպիսի պայմանների, որոնք ապահովեն վերջիններիս բարեկեցությունն ու հարմարավետությունը։ Այս կենտրոնը ստեղծված է հենց այդ նպատակով, ապահովելու ոչ միայն ֆիզիկական բարեկեցություն, այլև հոգևոր մշակութային կյանքի նախսի մասնակցություն։ Սիրելի ներկաներ, Հայաստանի կառավարությունը իրապես կարևորում և առաջ է մղում նաև ակտիվ, առողջ և արժանապատիվ պետության գաղափարները, էական առաջնահերթություն տալով պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածության ու ներուժի ավելացմանը։ Եվ ես վստահ եմ, որ այս կենտրոնը կդառնա հենց այդպիսի վայր, որտեղ ավագ սերնդի մեր շատ սիրելի ներկայացուցիչներ կարող են իսկել իրենց փորձով, սովորել նոր հմտություններ, ինչու ոչ նաև մասնագիտություններ և շարունակել ակտիվորեն մասնակցել մեր հասարակական կյանքին։ Was any of project to be implemented in Albania? Երեսենք վերջին հուշագրից, արտադրիչ համակարգացիների հետ կապված ինչ էր այս հուշագիրը, ինչ ծառայություն ընդհանուր առմամբ ենթադրում էր քաղաքացիների համար։
Փոխանցման հուշագիրեր հայկական Կարմիր խաչի ընկերության հետ մեր բազմաթիվ ծրագրերի շրջանակներում համագործակցության գիտեք որ Կարմիր խաչի հայկական ընկերությունը մեծ կազմակերպություն է Հայաստանում ըստ էության որ ունի բազմաթիվ մասնաճյուղեր Հայաստանի բոլոր ոչ բոլոր բայց շատ բնակավայրերում եւ նրանք միշտ ներգրաված են եղել մեր ծրագրերում այս կամ այն կերպ սկսած հենց առաջին պահից անհետաձգելի օգնություն ցույց տալուց երբ որ տեղահանումը տեղի ունեցավ եւ մինչ օրս էլ մենք բազմաթիվ ծրագրեր ունենք նաեւ այլ հասարակական կազմակերպությունների հետ եւ այդ փոխանցման հուշագրերը կարծես թե եւս մեկ անգամ վերահաստատում են որ մենք պատրաստական ենք այդ բեռը նաեւ կրել իրենց հետ որը մենք անում ենք արդեն 2 տարի եւ ավելի է Մասնավոր խաղադրիչը ինչ է ենթադրում ընդհանրապես աշխատանքի չէ, աշխատանքը առանձին զբաղվածության ծրագրերը մենք ենք իրականացնում, ընդհանուր հոգեսոցիալական աջակցություն եւ տեղերում աշխատանք մեր հայրենակիցների հետ։ Շատ արդյունավետ եւ դրա վկայությունը հենց այս կենտրոնի վերաբացումը Գյումրու շուրջօրյա խնամքի, որը ըստ էության պետական գույք է, բայց հանձնված է Կարմիր խաչին ի տնօրինություն, նաեւ մենք ապահովում ենք այս կենտրոնի ընթացիկ ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին եւ մենք կարծում ենք, որ այս լավ համագործակցությունը պետք է շարունակենք, ինչու ոչ նաեւ ընդայնենք այլ կենտրոնների վրա, մենք այդ մասով հիմա բանակցությունների մեջ ենք ընկերության հետ թե այս կենտրոնի շահագործումը շարունակելու, որտեղ պայմանագրի լվանում է այս տարի, բայց մեր մտադրությունը այն երկարաձգել իհարկե օրենքով սահմանված ընթացակարգերով, ինչպես նաև ինչպես նշեցի, մտածել այլ նմանատիպ կենտրոնները նման ֆորմատով շահագործելու մասին։ Իհարկե կա։ Մենք ունենք հենց այսօր էլ կառավարության որոշում ընդունեցինք շահառուների թիվը մեծացնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ կա պահանջարկ այդ ծրագրերի, նաև հիմա մշակման ընթացքի մեջ են մեկ ծրագրի փոփոխություններ եւ նոր ծրագրի ներդրում, որը կապված է լինելու բնակապահովման ծրագրի հետ, որպեսզի մեր քաղաքացիան երբ որ բնակարան են ձեռք բերում, նաև հնարավորություն ունենան դրանից հետո պետական աջակցությամբ կամ ինքնազբաղվածություն ունենալ, այսինքն իրենք ինչ-որ ձեռնարկատիրությամբ զբաղվեն, կամ արդեն մեր ունեցած զբաղվածության ծրագրերը հենց իրենց հետ փոխկապակցվի, որտեղ կարծում ենք, որ մեկը մյուսին իրականում ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ հիմնականում այդ ստացած հավաստագրերը օգտագործում են այն քաղաքացիները, այն շահառուները, ովքեր ունեն զբաղվածություն եւ հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ զբաղվածություն գտնելը ավելի հեշտ է, դա եւ դրանից է բխում այդ մեր փոփոխությունների մասին քննարկումները։ Բոլոր մարզերի հետ կապված ունենք, մեզ էլ հետաքրքրում են բոլոր մարզերը եւ տենց հատուկ մարզային առանձնահատկություններ իհարկե կան, ես ասացի զբաղվածության մասով, բայց ծրագրերը աշխատում են ամբողջ երկրում։ Պարոն Թորոսյան, ընտանիքի եւ երեխայի աջակցման կենտրոնները, որոնք գործում են ենթակայությամբ, նաեւ ցերեկային ծառայություն են մատուցում, որը ողջունելի է, այնուամենայնիվ այնտեղ աշխատավարձերը բավականին ցածր են։ Վերանայման անհրաժեշտություն կա, տեսնում եք եւ կլինի։ Եվ երկրորդ հարցը, խոսք է գնում նաեւ, որ ցերեկային բաղադրիչի ու մարզերում պետք է հանեն սնունդը։ Հասկանալի է, որ այդտեղ ներգրաված են նաև սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաներ, գյուղերից են մեծ մասամբ դիմում, չեք կարծում, որ սննդի տեսած զրկելը կամ հանելը ինչ-որ ծանր կլինի այդ ընտանիքներին։ Չգիտեմ ձեր ինֆորմացիան անկեղծ ասած որտեղից առաջի անգամ եմ լսում դրա մասին եւ մենք նման մտադրություններ չունենք եւ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս տենց ասեկոսների վրա չհիմնվել որևէ բաներ եզրակացություններ անելիս եւ անհրաժեշտության դեպքում մեզնից խնդրել մենք կպարզաբանենք ինչ վերաբերում է առաջին հարցին այո ոչ միայն երեխաների աջակցության կենտրոններում մեր բոլոր հաստատություններում այդ թվում է հաստատությունում որովհետեւ մենք ենք ֆինանսավորում այս հաստատությունը անձնակազմի աշխատավարձերը շատ ցածր են մրցունակ չեն թե մասնավոր սեկտորի թե նաեւ միգուցե այլ
պետական սեկտորների հետ եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց գիտեք, որ նաեւ բյուջեն անսահման չէ, պետական, այդ թվում ըստ տրամադրվող պետական բյուջեն, բայց իմ կամքը այդ առումով շատ հաստատակամ է, որովհետեւ մենք չենք կարող ակնկալել մեր հաստատությունների աշխատակիցներից որակյալ աշխատանք, եթե չենք ապահովում պատշաճ աշխատանքային պայմաններ, երբ որ պահանջում ես պետք է նաեւ տրամադրես, այդ ուղղությամբ հուսամ նորություններ կլինեն մոտ ապագայում եւ լինելու դեպքում անպայման կհայտնենք, հիմա պարզապես չեմ ուզում վազել գնացքից առաջ։